Պարոն Ղազիմյան, նախ ինչ քանի դրամով էր առաջարկվում, որ հոսանքը էժանանա, եւ հիմա ՀՑԿ-ի այս որոշման, այս հայտարարության տակ եւս ինչ որ քաղաքական ենթատեքստ եք տեսնում, եւ երկրորդ հարցը էլեկտրաէներգիայի պաշտպան գործունեությունը դասում է բնական մենաշնորհ է համարվում։ Հիմա եթե ՀՑԿ-ն նոյեմբերի 18-ին որոշի, որ պետք է հեծի լիցենզիան դադարեցնի, ինչպես է գործունեություն իրականացնելու այդ կառույցը։ Ինչպես նշեցի խոսքի սկզբում, մոտավորապես իմ հաշվարկներով մինչև 1 դրամ է անում 3.6 միլիարդը, մոտավորապես, այսպես կոնկրետ չնշեմ, բայց 0.5-ից հաստատ ավել է, հաշվի առնելով, որ արդեն 6-ից ավել միլիարդ կա էներգոբալանսի շեղումը եւ մի կարևոր բան առաջին նամակում հանձնաժողովի նախագահը նշում է, որ ձեզ մոտ 3.6 միլիարդ է, բայց ընդհանուր համակարգում 8.8 միլիարդ է։ Այսինքն, եթե նույն 6 ամսվա շարունակականով գնանք, մոտավորապես 18 միլիարդի կարգի, 17.6 միլիարդ, այսպես խնայողություն է լինում։ Իմ անձնական կարծիքով եւ հետեւելով իշխանությունների գործելավոճին, ես կարծում եմ, որ իրենք հիմա այսպես ձգձգում են որոշակի ժամանակ անցնի, լիցենզիայից զրկեն, որից հետո հայտարարեն, որ մենք եկանք այսպես հրեշտակի թևերով եւ ժողովուրդ ջան եկող տարվա փետրվարից սակագին իջեցնեն իրենց վերագրելով այդ ամբողջը։ Իհարկե, այսինքն նաև չհաշվարկելով թե ինչ կարող է լինել 27 թվականին։ Այս այն մասով, որ ինչպես փորձագետներից մեկը նշել էր, գազի գնման դոլար դրամ խնայողության արդյունքում, երևի տեսել եք դուք, դոլար այդ դրամ փոփոխությունների արդյունքում մոտավորապես 20 միլիարդի տարբերություն էր տվել Գազպրոմում, վերցրել են 13 միլիարդը այս տարի զսպել էին սակագնի աճը։ Այն դեպքում, որ այդ 20 միլիարդով հնարավոր էր գազի սակագին իջեցնել։ Ինչպես նաև եթե բերում են էներգետիկական համակարգ, կարող են նաև հոսանքի սակագին իջեցնել։ Խոսքս դրա մասին, այսինքն անդադ գումար են պահում իրենց պետք եղած ժամանակին դա իրենց նպատակներին ծառայեցնելու համար։ Ներողություն, երկրորդ հարցը լիցենզիան զրկելուց հետո 3 ամսվա ընթացքում պետք է արվի առաջարկ սեփականատիրոջը չհամաձայնելու կամ անգործություն ցուցաբերելու, չպատասխանելու դեպքում արդեն պետք է ըստ ինձ, այդտեղ էներգետիկայի մասին օրենքը շատ իրենց ձևով է գրված, այսինքն ոչ շատ հասկացվող 60 հոդվածի համաձայն այնտեղ գերակաշահի խնդիր պետք է ճանաչվի եւ բնականաբար վճարվի, կրկնում եմ, գերակաշահի օրենքով շուկայական արժեք գումարած 15%։ Այդպես է գերակաշահը ճանաչվում, պետությունը գերակաշահ այդպես է ճանաչում։ Անկախ գնահատող, այո, անկախ գնահատողի կողմից տրված, ուրեմն գնահատական պլյուս 15%։ Սեփականատիրոջը պետք է վճարվի։ Ես առաջին օրվանից դեռևս վարույթը չէր նախաձեռնվել, ես ժողովրդին տեղեկացրել եմ, ինքս իմ խղճի առաջ հանգիստ եմ սեփականատիրոջ կողմից էլ, որ ժողովուրդ ջան, մի քանի 100 միլիոն դոլար պետությունը պետք է վարկերը տեղափոխի իր վրա, այսինքն պետական երաշխիք տա, որը արդեն հանդիսանում է պետական պարտք, դառնում է, գումարվում է պետական պարտքին, եւ մի քանի 100 միլիոն դոլար պետք է վճարի սեփականատիրոջը։ Մեր պաշտոնյաները շատ խելոք լուրջ դեմքով ասում են մենք գումարն ունենք, բյուջեն եւ այլ, բայց անգամ արտաքին պարտք ներգրավելու դեպքում էլ մենք բոլորս ենք դա վճարելու, ինչպես այսօրվա եղած արտաքին պարտքը։ Բայց որպես այդպեսին լիցենզիան կորցնում է, ով է, որ ընկերությունն է այդ հոսանքը բաշխելու, եթե մենաշնորհ կա։ Կառավարիչ։ Հանձնաժողովի նախագահը նշանակում է կառավարիչ, կարող է նշանակել նույն կառավարչին։ Միջև այդ գործընթացի ավարտը։ Եվ իմիջիալոց ձեզ ասեմ, ըստ այսպես շատ հավաստի հասած ինֆորմացիաների, այն սկզբնական գալու ժամանակ համապատասխան սուբյեկտն ասում էր ես 3 ամսից գնալու եմ, ներքին խոսակցություններ եմ ասում, հիմա ըստ երևույթին հարմարվել է հանուն Հայաստանի Հանրապետության իր նախկին ստացած աշխատավարձից 6-7 անգամ ավել ստանալուն ու ըստ ինձ նաև ինքն էլ նշանակվելու է։ Հիմա դուք կարող եք մտածել ինչ եմ ես պես կարծում, ես ներքին Աստված տա սխալվեմ, բայց ներքին համոզմունք ունեմ, որ իրենք այս նիստով լիցենզիայից զրկելու են, որովհետև կա քաղաքական պատվեր եւ համոզված ներքին նորից համոզմունք ունեմ, որ այդ որոշումը անգամ հանձնաժողովի անդամները չեն գրելու։ Իրենց գրված տրվելու է, իրենք էլ խելոք դա անելու են
բայց դա իրենց չի փրկում այնքանով, որ իրենց ձեռքով է դա արվում։ Այսինքն վաղը մյուս օր այդ նույն ասույթը չլինի, գիտեք, դե մենք ինչ անենք, դե ընտանիք ենք պահում, դե ստիպեցին եւ այլն։